Այսքան տարի անց դուք որոշեցիք եւս մեկ անգամ ամուսնանալ։ Դա երևի ամենաանսպասելի հատվածն է այս ամբողջ պատմության մեջ, ինձ համար անսպասելի, որովհետև ես արդեն ինձ համար որոշում էի կայացրել, որ ես այլևս չեմ ամուսնանա։ Ճակատագիրը մեզ հանդիպեցրեց մասնագիտական ճանապարհի վրա, կամավոր փրկարար, մարդ, ով իր տեսակով փրկարար ասված է արդեն Հերթական ասպետ։ Մենք ուղղակի միմյանց ճանաչեցինք։ Ես շատ հուզվեցի իր հետ հանդիպման հենց առաջին պահին, որովհետև ինքը իրեն բացահայտեց միայն մեկ արտահայտությամբ։ Ինքը ասեց, իսկ դուք կհասցնեք հանգստանալ։ Իսկ ես այդպես հալվեցի, թե այսքան տարի ես տառապում եմ, ապրում եմ մենակով ու լիքը բան եմ հասցնում ու ոչ մեկին հետաքրքիր չի, հասցնում եմ թե ոչ։ Երբ որ եկավ այդ պահը, արդյոք այդ ընտանիքը կարող է կայանալ թե չէ, որովհետև ինքը մեր հարևան երկրի հյուսիսային մայրաքաղաքից է, միայն մեկ արտահայտություն արեց։ Ասեց, ես կգամ, որովհետև ես հասկանում եմ, որ դու քո հայրենիքին ավելի ես հարկավոր, քան ես իմին։ Ես հիմա մենակ չեմ, հիմա ես ունեմ երկրորդ թև։ Ես մինչև հիմա մեկ թևով եմ թռչել, եթե թռչել եմ։